Norquis Batista, Juan Pablo Raba, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտաս Սովոր Անաստասյան։ Զրույցը վերաբերվում է միայն ինձ ու պարոն Բորովսկուն։ Ինձ պետք չէ, որ ինչ-որ մեկը ներկա գտնվի։ Խնդրում եմ, հպարտությանդ պատճառով մի տանջիր ինքդ քեզ, ես շատ լավ հասկանում եմ, թե դու ինչ ես զգում։ Ես էլ եմ այդ ամենի միջով անցել։ Ինձ համար ավելի վիրավորական բան չկա, քան այն, որ տոնին ԴՆԹ-ի թեստ պահանջեց, որպեսզի համոզվի, որ Աուրելիոն իր որդին է։ Ես արդեն չգիտեմ, թե ինչ կարող է այս մարդ անել ինձ անակնկալի բերելու համար։ Նրա սև գործը շատ արդյունավետ է։ Աստծո սիրուն, գիտեմ, որ դժվար է որդիս, բայց փորձիր վերահսկել ատելությունը, չարությունը, որ կուտակվել է քո մեջ։ Թող ատելությունը չկուրացնի քեզ որդիս, չէ որ դու ուզում էիր քահանա դառնալ, այնպես որ դու բոլորից լավ գիտես, թե ինչ է ներողամտությունը։ Ես ընդամենը ուզում տնօրինել իմ սեփական կյանքը Յոլանդա։ Խնդրում եմ քեզ, ինձ մենակ կթողես պապիկի հետ։ Շնորհակալ եմ։ Դու արդեն մի քանի անգամ հնարավորություն ունեցել ես ինձ հարցեր տալու։ Հիմա էլ այս պարոնին հարցեր տալու իմ հերթն է։ Հավանաբար դու հարմար պահի ես սպասում, որ իրականացնես քո ծրագիրը, պայթեցնես սրահը, այնպես չէ։ Ես ոչ ոք էլ չեմ ուզում վնաս պատճառել։ Ես դա պապիկից եմ սովորել, նաև քեզանից, Անաստասիա։ Էլ ինչ կարող եմ կյանքից խնդրել, ես վիճակի չեմ մարդկանց դառնություն պատճառել։ Իսկ ինչու ես դու Ալեքսանդրային մեր դեմ տրամադրում։ Պատահաբար դու նրան սիրահարված չես, Օվիդիո։ Եթե իսկապես սիրում ես նրան այնպես, ինչպես ասում ես, ինչու ես մեր դեմ տրամադրում։ Ասա ինչու։ Ոչ, չի կարող պատահել քույրիկս, որ այս փոքրոքի միջատն ինչ-որ մեկին սիրի։ Հիմարություն է նման բան մտածել է, նա Ալեքսանդրային չի սիրում։ Շատ տրամաբանական է, դուք վախենում եք, որովհետև այն կինը, որին դուք շուտով կտեսնեք, առաջվա խուլ ու համրը չէ։ Այդ կինը միայնակ ավելի վտանգավոր է դարձել, քան դուք երկուսով միասին, այնպես որ զգուշացեք։ Ինձ միշտ վախեցրել է այս պահը թորնիկս։ Ես նույնիսկ լավագույն տարբերակն էի փնտրում քեզ հետ այդ մասին անկեղծ խոսելու համար, որպեսզի ցավ չպատճառեմ քեզ, բայց ինչպես տեսնում եմ, անհնար է։ Իսկ հիմա արդեն հասել ենք վերջնակետին, եւ ես հիմա շատ եմ սղճում։ Ես շատ մեծ ցավ եմ զգում այդ ամենի պատճառով։ Դա շատ լուրջ է, պապիկ։ Դու գոնե գիտակցում ես, թե ինչ ես արել։ Սանտիագո, ես վարձեցի այդ աղջկան Վիոլետային, որպեսզի նա հրապ ուրի քեզ ու քեզ ետ պահի քահանա դառնալու մտադրությունից, բայց հավատա ինձ, ես այդ ամենը լավ նկատառումներից ելնելով արեցի։ Աստծո սիրուն, պապիկ, դու կործանել ես իմ կյանքը։ Սորացրել ես քո որդուն Տեոբալդոին։ Եվ դասես բավական չէր, խորտակել ես նաև Վիոլետայի կյանքը։ Բայց այդտեղ միայն ես չեմ մեղավոր։ Ոչ։ Իրանի բոլոր խնդիրները կարող են մատնացույց անել մեղավորներին։ Բայց այդպես չի լինում, պապիկ։ Դու գոնե գիտակցում ես, որ քո պատճառով այս ընտանիքը երջանիկ չէ։ Քո ընտանիքը ատում է քեզ։ Քո հարազատ որդին քո մահն է ուզում։ Ես ուզում էի ձեզ համար արժանապատիվ ապագա ստեղծել, այդքան բան։ Ես ձեզ բոլորիդ էլ հավասար եմ սիրում։ Ես ուզում էի այնպես անել, որ դուք երբեք սխալներ թույլ չտայիք։ Ես չէի ուզում, որ դուք ձեր կյանքում ապրեք այն, ինչ ես եմ ապրել։ Ես կարծում էի, որ այդպես ավելի ճիշտ կլինի։ Ինձ թվում էր այդպես ես բոլորիդ էլ պաշտպանում եմ։ Աստծո սիրուն, պապիկ, դու այդպես միայն ցավ ես պատճառել մեզ։ Ներիր ինձ, խնդրում եմ, ներիր։ Երբեք չէի մտածի, որ կարող այսքան ցավ պատճառեմ ձեզ։ Ես պարզապես ուզում էի, որ դուք բոլոր երջանիկ լինեիք, ուզում էի, որ բոլորդ էլ լավ ու լուսավոր ապագա ունենայիք։ Ես երբեք չէի ցանկանա ինքս ինձ կործանված ու ոչնչացված տեսնել, ինչպես որ հիմա եմ։ Մի ատիր ինձ թորնիկս։ Միայն ոչ դու, Սանտիագո։
Միայն ոչ դու, ներիր ինձ։ Ինչ է քեզ հետ կատարվում Տեոբալդո, դու պատրաստ ես անգամ մարդ սպանել։ Ինչ է կատարվում քեզ հետ։ Ես ուզում էի սպանել այդ ծեր սրիկային։ Աստված իմ, դու արդեն չես էլ գիտակցում, թե ինչ ես անում։ Չես հասկանում, թե ինչ ես խոսում Տեոբալդո։ Հարկավոր է քեզ հոգեբուժարան տանել։ Ինձ նայիր, ես քեզ հետ եմ խոսում։ Միթե չգիտես, որ ես շատ եմ անհանգստանում քեզ համար։ Իսկ դու ով ես։ Քեզ ինչ եղավ Տեոբալդո։ Աստված իմ, ես գիտեմ, որ մենք բաժանվում ենք, բայց ինձ բոլորովին դուր չի գալիս այն, որ դու կործանում ես ինքդ քեզ։ Տեոբալդո, ինչ է քեզ հետ կատարվում, ինչ եղավ քեզ։ Ինչ է կատարվում քեզ հետ։ Դու գիտես այս հյուրանոցից ինչպես կարելի է դուրս գալ, ես պետք է տաքսի պատվիրեմ, թե չկուշանա։ Ոչ, սպասիր, քո վիճակը շատ ավելի վատ է, քան կարծում էի։ Ես կզանգեմ Լեոնին, որպեսզի նա այստեղ գա ու ստուգի քեզ, լավ։ Սպասիր, մի րոպե Տեոբալդո։ Լեոնն նա տաքսու վարորդ է։ Այո, լավ, հիանալի է, բայց մի րոպե, ոչ, իմ դրամապանակը, ոչ, փող չկա ինձ մոտ։ Տեոբալդո, այնինչ խնդրելու եմ, որ Լեոնն անի, դա քեզ համար լավագույն լուծումը կլինի։ Դու պետք է վերջ տաս խմելուդ, այլապես վերջդ շատ վատ կլինի, Աստված իմ։ Եվս մեկ հանելուկ վանականից։ Գուշակիր գուշակ, քանի որ Աուրելիան ստում է, գնաց գեղեցկուհին կմեռնի։ Վանականը իրեն շատ է ծանրաբեռնում, այնպես չէ։ Վանականը իրեն հիմա ավելի պաշտպանված, ավելի ապահով ու ավելի հզոր զգում։ Զիր, այդ ինչպես ես խաբել վանականին, որովհետև այստեղ ասվում է, քանի որ Աուրելիան խաբում է։ Չգիտեմ, իսկապես չգիտեմ, բայց կռահում եմ, որ դա պետք է որ կապված լինի երազների խաչի հետ, չէ՞ որ դա է նրա ուզածը։ Նա ամբողջովին տարված է այդ զարդով։ Եվ եթե հենց հիմա չասես թե ով է վանականը, ես դուրս կգամ խաղից։ Որովհետև ես կին ու երեխա ունեմ, եւ պետք է զգուշ լինեմ, եւ հոգ տանեմ նրանց մասին, ես պահանջում եմ, որ դու ինձ ասես թե ով է վանականը։ Ես իսկապես ինձ դրել էի Աստծու տեղը, իսկ հիմա սատանայի կարգավիճակում եմ հայտնվել։ Երբեք էլ ուշ չէ զղջարանցների համար, ամեն ինչ նորից սկսել։ Այդ ինչ ես անում, պապիկ, ինչ ես անում։ Ուիլ դուր, ծնկի գամ քո առաջ։ Դու արժանի ես, որ ես ծնկաչոք ներում աղրսեմ։ Ոչ, կանգնիր։ Ոչ։ Կանգնիր, կարիք չկա, որ ծնկի գաս, ոչ, հասկացիր։ Ես չեմ ուզում քեզ նվաստացնել, ես ուզում եմ, որ դու լավ մտածես ամեն ինչի մասին։ Ընդամենը դա եմ ուզում։ Ես այսինչ տեսակ մարդ եմ դարձել։ Ես հրեշ եմ դարձել։ Որդիս գրեթե սպանում էր ինձ։ Իմ տան մեջ ես մարդասպան եմ մեծացրել։ Կործանել եմ ձեր բոլորի երջանկությունը։ Ավելի լավ կլիներ, եթե մահանայի երիկամիս պատվաստման ժամանակ։ Ոչ, այդպեսի բան մի ասա։ Ես չեմ ուզում, որ դու մահանաս։ Չնայած այս ողջ զայրույթին, իմ ներսի ցավին ես չեմ ուզում, որ քեզ ոչ հայրիկիս եւ ոչ էլ Վիոլետային որևէ վատ բան պատահի։ Ես իսկապես չեմ ուզում։ Թորնիկս։ Ասա ինձ ինչ ես ուզում անեմ, ասա, ինչ անեմ, որ ներես ինձ։ Հարցն այն չէ ներել եմ քեզ թե ոչ, պապիկ։ Ես գիտեմ, որ ժամանակը կբուժի բոլոր վերքերը։ Դու պետք է սկսես հարգել մյուսներին։ Բայց այս անգամ այն ժամանակվա նման չանես, երբ Մարիա Գրացիան մահացավ, դու ասացիր, որ զղջում ես դրա համար։ Եվ որ պետք է փոխվես, բայց ոչինչ չարեցիր։ Ոչինչ չարեցիր, որպեսզի փոխվես։ Այս անգամ դու պետք է մտածես։ Պետք է ամեն ինչ կշռադատես ու խորհես։ Հաշվին ես ասացերդ հետ։ Հաշվին ես քո սրտի հետ, դու պետք է վերցնես մարդկանց իշխելու քո պարամոլությանը։ Մի խառնվիր ուրիշների կյանքին։ Գիտես ինչ։ Արի դուրս գանք ու դրսում խոսենք, որովհետև այս տանը նույնիսկ պատերը ականջներ ունեն։ Ինչ է պատահել Սանտիագոին։
Դե նա փակվել է պարոն պետի հետ։ Դեռ հասկանում ես թե ինչ նկատի ունեմ։ Ես Մորակուր Ագրիպին եմ որտեղ է։ Ճաշասենյակում է։ Նա հարբեցողին օգնում է որպես դուրս գա իր կոմայի միջից։ Լավ, շնորհակալ եմ։ Լսիր, այստեղ արի բարեկամս։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ, որտեղ Պիան ինձ ասել է, որ դու հոգ ես արել եւ Գոյիտա եւ իմ փոքրիկի մասին։ Ես սրտե շնորհակալ եմ քեզ։ Դե լավ, բարեկամս, չնչին բան է։ Խնդիր չկա։ Այո։ Լավ։ Ով կարող է մտածել, որ Լեոնը այսքան լավ տղա դուրս կգա։ Ասես ինքը չլինի, չէ՞։ Դե լավ, արի բուն նյութին անցնենք, վերջապես ասելու ես ինձ, ով է վանականը։ Ոչ։ Դե լավ, վերջացրու ավրելու։ Դու ինձ հիմարի տեղ ես դնում ինչը, բարեկամս։ Ես ասացի քեզ, որ այստեղ անձնական խնդիր կա, խոսք գնում է իմ ընտանիքի մասին, պարզ է։ Շատ լավ։ Հիանալի է, այստեղ արի։ Արի, գիտես ինչ կասեմ քեզ։ Դու իմ եղբայրն ես եւ միշտ հավատացել ես եւ վստահել ես ինձ այնպես, չէ՞։ Ուշադրիր ինձ լսիր։ Եթե ասեմ, որ այս անգամ դրախտը կարմիր պտուղներով է, դու ինձ կհավատաս, չէ՞։ Դե լավ, ասա։ Եթե անգամ դա վերաբերի ոչ հասարակությանը կամ իմ ամենասիրելի մարդուն, ասա ինձ խնդրում եմ։ Լեոնն եմ։ Եվ չհամարձակվես կասկածել իմ ասածին։ Սպասի, դու ինչ շփոթության մեջ ես գցում։ Ես միայն մի բան եմ ուզում խնդրել քեզանից, պապիկ։ Ուզում եմ, որ հոգ տանես Վիոլետայի ու իմ որդու մասին։ Ուզում եմ, որ նրանք ոչ մի բանի կարիք չունենան։ Ինչպես, այդ ինչ ես ասում։ Ես գնում եմ այստեղից։ Ոչ, դու չես կարող ինձ հետ այդպես վարվել, Սանտիագո, ոչ, դու չես կարող թողնել ոսկերչական խանութ այնել այս պահին, ոչ, հիշիր այն նորաձևության շոուի մասին, որ դու այդքան հոգատարությամբ կազմակերպել ես։ Աստծո սիրուն, պապիկ։ Միակ բանը, որ հետաքրքրում է քեզ, դա ոսկերչական խանութն է, այնպես չէ։ Բայց գիտես ինչ, ես արդեն զզվել եմ այդ ամենից։ Ես երբեք ինձ լավ չեմ զգացել տնօրենի պաշտոնում։ Բայց ես ոսկերչական խանութի համար չեմ արել դա։ Այլ իմ կյանքի համար։ Դու խաբել ես ինձ եւ շեղել ինձ դեպի Աստվածանող ուղուց։ Դու ինձ քեզ մոտ ես բերել։ Բերել ես դեպի փողեր ու հարստություն։ Դու իմ աչքը ձեռքն ես, Սանտիագո, ուրիշ ում կարող եմ վստահել։ Դու ինձ հենց սկզբից ճշմարտությունը ասեիր։ Հիմա ստիպված չէր լինի այս ամենի միջով անցնել։ Հասկացիր մեկան միշտ։ Իմ առաքելությունը հարստություն կուտակելը չէ։ Լավ, մտածիր, խնդրում եմ գոնե միջև շոուի վերջը, լավ։ Դու չես կարող ընկերությունը հիմա լքել, Սանտիագո, խնդրում եմ մտածիր, թե մենք որքան գումար ենք ներդրել այս նախագծի վրա։ Աստված իմ ներ իրականությանը, պապիկ։ Ես հավատում եմ քեզ։ Ես վստահում եմ քեզ։ Ես եմ եղել այն միակ մարդը, որ փոխել է քո անիրական ու տեսիկ թվացող աշխարհը։ Իսկ դու խաբել ես ինձ։ Եվ այդ ամենը ընտանեկան ժառանգությունը պաշտպանելու համար։ Իսկ ինչ է ստացել դրա դիմաց։ Արդյունքում մեր բոլոր հոգիներում տիրում է զայրույթ, դատարկություն ու անհանգստություն, պապիկ։ Բայց գիտես ինչ։ Ես չեմ պատրաստվում հետևել քեզ ու գնալ քո անցած ճանապարհով։ Հուսով եմ ես երբեք քեզպես չեմ լինի։ Դե նա աշխատասենյակից դուրս եկավ, քիչ էր մնում սպաներ Տոնիին։ Հետո էլ երբ եկավ այստեղ ինձ հարցրեց, թե ես ով եմ։ Պատկերացնում ես, Տեոբալդոն ինձ հարցնում էր, թե ես ով եմ։ Հետո էլ ասում էր, որ ինքը հյուրանոցում է գտնվում եւ որ պետք է տաքսի պատվիրի, որովհետեւ չգիտի, թե որտեղ է գտնվում։ Ասում էր նաեւ, որ չգիտի, թե որտեղ է իր դրամապանակը։ Լեոն, ասա ինձ, ինչ է կատարվում Տեոբալդոյի հետ։ Մորակուր նրա հետ այն է կատարվում, ինչ որ բոլոր հարբեցողների հետ։ Իսկ ինչ է դա նշանակում, Լեոն։ Ալկոհոլը չարաշահելու հետևանքով նրա մոտ հիշողության կորուստ է նկատվում։ Հենց այդ պատճառով էլ նա հատուկեն բաներ է հիշում։ Ոչ, անհնար է, չեմ կարողանում հավատալ, որ այս ամենը իրականություն է, Լեոն։ Ես այդ մարդու հետ եմ կիսել իմ կյանքի լավագույն տարիները։ Ես նրան երկու որդի եմ նվիրել եւ չեմ կարողանում հասկանալ, ես չեմ ուզում Տեոբալդոյին այսպես կործանված տեսնել։ Ցավոք սրտի պիտի խոստովանեմ, որ պապիկը կործանել է այս ընտանիքը։ Հուսով եմ նա կերպ չի վարվի որդուդ, Սանտիագոյի հետ։ Ներիր։
Աստված իմ, այս ինչ արեցի։ Ես իմ սեփական տունը դժոխքի եմ վերածել։ Ինչու եմ այսպես վարվել իմ թոռան հետ, ինչպես եմ կործանել որդուս Տեոբալդոյի կյանքը։ Ես չարք եմ, ես ասել հրեշ, ես արժանի եմ քո բաժին Աստված իմ։ Անիծվեր, այն օրը, երբ որոշեցի այդ պայմանագիրը կնքել։ Ինչպես կարող եմ այդ ամենից հետո ներողություն խնդրել։ Իսկ եթե Սանտիագոյի հետ ինչ-որ բան է պատահել։ Լավ, խմիր սա, ինքես մի քիչ կհանգստացնի, լավ։ Այո, Իսկ ինչու չես զանգում նրան, տեսնես թե ինչպես է, այդպիսով դու միջիցդ դուրս կհանես այդ զայրույթը։ այո, ճիշտ է, զանգիր նրան։ Ոչ, ավելի լավ է չզանգես։ Հետո էլ Սանտիագոն կգա ու կասի, թե ես հիստերիայի մեջ եմ ընկնում ու խանդում եմ նրան նույնիսկ իր շնչած օդի հանդեպ։ Եվ դա իսկապես այդպես է։ Ոչ, մի զանգիր։ Արի մեր հույսը Աստծո վրա դնենք, արի աղոթենք։ Այո։ Արի աղոթենք, որ Աստված հոգ տանի նրա մասին եւ որ դու էլ վերջապես հանգստանաս։ Այո, ոչ, չի կարող պատահել, նույնիսկ փոքրիկն է անհանգիստ։ Նա լվացքի մեքենայից արագ է պտույտներ գործում։ Դե լավ, փոքրիկս, հանգստացիր։ Բավական է մայրիկի տանջես։ Տես, մենք բոլորս էլ քեզ շատ ենք սիրում։ Այո, փոքրիկս, այո, բոլորն էլ քեզ շատ են սիրում, շատ, անչափ սիրում են, իսկ ամենից շատ հայրիկդ է սիրում։ Սանտիագոն։ Ես բարձել եմ, որ իմ պապիկը ու հայրիկը Վիոլետային վարձել են, որ ինձ ետ պահեն քահանա դառնալու մտքից։ Նրանք այդպես խանգարել են ինձ քահանա դառնալ մայրիկ։ Աստված իմ ինչ զզվելի է, ես գիտեի, որ այդ անառակ, այդ անբարոյական Վիոլետան կկործանի կյանքդ, դու չպետք է նրան վստահեիր, ես քեզ ասում էի, ես քեզ դա ասում էի, նույնիսկ ամուսնանալուց առաջ ես ասում էի։ Վերջացրու մայրիկ, վերջ դուր Աստծո սիրուն։ Եղածն բավական է։ Կրակի վրա յուղ մի լցրու, խնդրում եմ։ Ես մեն ուզում եմ, որ լսես ինձ։ Եվ հասկանաս, իսկ եթե չես կարող, ավելի լավ կլինի, եթե ես գնամ։ Ոչ, Սանտիագո, հետ արի։ Սպասիր, նստիր մի րոպե, նստիր։ Լսիր, ես քո մայրն եմ, Սանտիագո։ Պատմիր ինձ այն ամեն ինչ անհանգստացնում է քեզ, պատմիր այն ամենն ինչ ուզում ես։ Դու իմ որդին ես, եւ ինձ ցավ է պատճառում այն ամենն ինչ կատարվում է քեզ հետ, Սանտիագո։ Բայց կտեսնես, որ շուտով ամեն ինչ լավ կլինի։ Այ, կտեսնես։ Դե լավ, ես պետք է նրանց հետ շատ նուրբ խոսեմ, որ նրանք ինձ հասկանան, այո։ Ես արդեն ասել եմ ձեզ, շագանակագույն փոքրիկ ձիուկներ։ Այս կողմ եկեք, բծավոր ձիեր, այն կողմ գնացեք եւ փոքրիկ սպիտակ ձիեր այս կողմ, ահա այսպես առանձին, որովհետեւ նրանք ամենագեղեցիկն են եւ նման են Lone Rider-ի ձիուն։ Այդ ձիերը ավելի թանկ կվաճառվեն։ Ինչ անում իմ ձյուկ Զայնան։ Ձեռքերդ քաշիր։ Ինչ, հիմա կիմանանք, թե ինչ է անում։ Դե իհարկե բոլոր փոքրիկ ձիերի նման խաղ է անում։ Ուզում ես կանչեմ նրան։ Զայնա, Ռոտունդոն քեզ է կանչում, արի այստեղ։ Արի Զայնա։ Ֆակունդո, Կոնստանսա, Ֆակունդո։ Լավ, թողենք դա։ Ես եկել եմ, որ քեզ հարցնեմ, դու խոսել ես Լեոնի հետ։ Նա ինչ-որ բան ասել է։ Ինչի մասին է խոսքը։ Բանականի հանցագործությունների, Կոնստանսա, ինձ հիմարի տեղ մի դիր։ Ամենևին էլ հիմար չեմ։ Լավ, հասկացա։ Ուզում ես, որ խոսեմ Լեոնի հետ ու նրան ասեմ, որ ձեզ հայտնի է, որ վանականն ինքն է։ Ոչ։ Բայց դու համոզված ես, վստահ ես, որ նա է վանականը։ Ոչ, Ռոտունդո, ես իսկապես քեզ չեմ հասկանում։ Հենց նոր դու ինձ ասացիր այդ մասին, ես էլ պարզապես հարցնում եմ։ Յոլանդա, պապիկին կողնից իր սենյակը բարձրանա։ Նրանք հանգիստ է հարկավոր, նա ամբողջովին թուլացել է։ Այո, արի այստեղ տոնի։ Ուշադիր ինձ լսիր, պարոն Տոնի։ Ինձ արդեն զզվեցրել է այն, որ իմ որդին շարունակում է աշխատել քեզ համար, որ նա դժբախտ է քո պատճառով։
դուրս վրդիր նրանց քոտանից, զրկիր ժառանգությունից, գրողը տանի դա ինչ չի հետաքրքրում, թքած ունեմ այդ ամենի վրա, բայց ես այլևս չեմ ուզում, որ դու իմ որդիների կյանքը դժոխք դարձնես։ Աստծո սիրուն Ագրիպինա, հիմա դրա ժամանակը չէ, թողնեն իրեն վատես, գումա չի կարող հիմա քեզ հետ խոսել։ Ոչ, Ագրիպինան իրավացի է։ Ճիշտ է, ես շատ վնաս եմ հասցրել, շատ վատ բաներ եմ արել, բայց ես խորապես սխչում եմ այդ ամենի համար, սխչում եմ ամեն ինչի համար։ Ես արդեն խոսել եմ Սանտիագոյի հետ Ագրիպինա, Սանտիագոն իմ աչքերը բացեց, այնպես որ այն ինչ ասում ես, ինձ համար շատ ծանր է, բայց այլևս ոչ մի նշանակություն չունի, ես հենց նոր կորսեցի ինձ համար ամենաթանկ բանը, իմ ամենասիրելի թորնիկին։ El nieto más querido y el más capaz. Նստիր եւ հանգստացիր, ես քեզ համար համեղ կերակուր եմ պատրաստում։ Ես էլ հաց եմ բերել, դե դու գիտես կարգն է այդպես, տան հացը պիտի տան տղամարդը բերի։ Լավ, Օվիդիո, մոռացիր այդ մասին։ Լսիր, ժամանակակից կանայք նման բաների վրա ուշադրություն չեն դարձնում։ Ինչու պետք է երեխա ունենալիս ցավից խելագարվես, եթե հիմա արդեն կեսարյան հատումը կա։ Ալեքսանդրա, Երանի միշտ էլ այսպես լիներ, մարդ տուն գար ու տեսներ, որ իր գեղեցիկ ու սքանչելի կինը ճաշը պատրաստել ու իրեն է սպասում։ Օվիդիո, խնդրում եմ, նորից մի սկսիր, լավ։ Մենք այս մասին այնքան շատ ենք խոսել, այնպես որ լռիր եւ մի մոռացիր, որ ես ամուսնացած եմ Աուրելիոյի հետ եւ որ Խնդրում եմ։ Դու իսկապես սիրում ես այդ մարդուն։ Ալեքսանդրա, դու սիրում ես Աուրելիոյին։ Այո, ես սիրում եմ նրան։ Ոչ, այդ տղան իրոք շատ համարձակ է, այնպես չէ։ Դա շատ լավ գիտի, որ դու գիտես թե ով է նա, բայց դա շարունակում է քեզ հաղորդագրություններ ուղարկել։ Լսիր Աուրելիո, իսկ եթե այդ ամենը խաղ է, Գուբիլան ինչպես ես, լսիր բարեկամս, ես հիմա քո օգնության կարիքն ունեմ։ Եթե կարողանաս շտապ ինձ մոտ գալ, անչափ շնորհակալ կլինեմ։ Իսկապես։ Ոչ։ Իսկ նրանք ինչ ասացին։ Ոչ, իհարկե։ Իհարկե։ Ոչինչ։ Եթե մեզ հաջողվեր բռնել նրան, ուղղակի հիանալի կլիներ։ Աղջապակե տեխնիկ։ Ահա թե ով է նրա հաջորդ զոհը։ Տեսնես ում մասին է խոսքը։ Մայրիկ, ես քեզ համար անակնկալ ունեմ։ Ինչ է պատահել։ Նայիր։ Սանտիագո, այսօր այցելության օր չէ, բայց ես արդեն հասցրել եմ քեզ կարոտել։ Ինչ է պատահել։
Լեոն, ներիր, որ քեզ անհանգստացնում եմ, բայց պարզապես ես նոր եկա, հասկանում ես, ես այդ տուն չեմ մտնում, մինչև չիմանամ, թե ինչ է այնտեղ կատարվում։ Ինչ նկատի ունես։ Սանտիագոյի հետ կապված այդ դեպքը։ Այո, պապիկ իրեն շատ վատ է զգում։ Նրա հետ ունեցած զրույցից հետո, գիտես, որ եղբայր Տեոբալդոն ամբողջովին կորցրել է իրեն։ Ես քեզ չեմ հասկանում։ Գրողը տան ինչ ահավոր է։ Ես այդպես էլ գիտեի, այդ ամենը Սանտիագոյի աչքերից երևում էր, նա ահավոր բարկացած էր։ Դե այդ ամենը շատ ծանր էր, բայց դու պիտի մի բան հաշվի առնես, Անաստասիա։ Այս ամենի մեղավորը պապիկն է։ Հիմա նա զղջում է եւ ուզում է ներողություն խնդրել, բայց դա արդեն ոչ մի նշանակություն չունի։ Ներիր, սպասիր մի րոպե, Լեոն։ Մի րոպե սպասիր, լավ, Աուրելիոն է։ Ոչինչ, հանգիստ։ Ալո։ Այո, լսում եմ։ Անաստասիա, ես ուզում եմ, որ դու գնաս ու փակվես սենյակումդ եւ այնտեղից դուրս չգաս մինչև չասեմ։ Այո, իհարկե, ես հենց հիմա այդպես էլ կանեմ։ Աուրելիո, քեզ ինչ է եղել։ Ինչ է այս ամենը նշանակում։ Օվիդիոյի կրկնօրինակն ես դարձել։ Ինչ է քեզ հետ կատարվում, Աուրելիո։ Արա, ինչ ասում եմ քեզ, որովհետեւ վանականը կարող է քեզ վրա հարձակվել։ Վստահիր ինձ։ Դու պետք է հավատաս ինձ, խնդրում եմ։ Լսիր, Աուրելիո, ես կարող եմ ինքս ինձ պաշտպանել։ Ես չեմ պատրաստվում սենյակումս փակվել միայն նրա համար, որ դու ես ինձ այդպես ասում։ Խնդրում եմ, Անաստասիա, մի համարիր։ Արա, ինչ ասում եմ քեզ, վանականը ազատության մեջ է։ Դե ոչ։ Այդ վանականն արդեն բավական ժամանակ է ազատության մեջ է։ Հաջողություն։ Պատկերացնում ես, Աուրելիոն ինձ ասում է, որ գնամ ու սենյակումս փակվեմ, որովհետև վանականը դեռ ազատության մեջ է։ Պատկերացնում ես։ Դա վերջին ժամանակներս Աուրելիոյի մտքով ինչ ասես, որ չի անցել։ Ինչ կարող եմ ասել քեզ։ Բայց գիտես, Անաստասիա, դու կարող ես տուն գնալ։ Պարկությունը արդեն անցել է։ Սանտիագոն էլ այստեղ չէ։ Դե լավ, գնամ։ Հաջողություն, Լեոն։ Լեոն։ Իսկ այդ ուր ես գնում։ Դե, ուր պիտի գնամ։ Մարզասրահ։ Հիանալի է, շատ լավ։ Ուրախ ժամանց։ Առայժմ սիրելիս։ Ստեփանը, խնդրում եմ, ինձ մենակ կթողնես մայրիկիդ հետ։ Արի։ Ինչի մասին որ պիտի խոսեմ, երկուսս համար շատ ծանր է լինելու Վիոլետա։ Դե ասա, ինչ ես ուզում ասել, խոսիր, ես լսում եմ։ Ինչ է պատահել, Սանտիագո։ Ես ոչինչ չեմ հասկանում, ինչու ես լաց լինում։ Ես սիրում եմ քեզ։ Այո։ Աշխարհում ամենից շատ քեզ եմ սիրում, Վիոլետա։ Քեզ եմ սիրում։ Եվ սիրում Աստծուն։ Չեմ հասկանում, ինչու ես այդպես անցյալով խոսում։ Ես քեզ սիրում էի, ես զգում էի։ Ես ամեն ինչ գիտեմ, Վիոլետա։ Ինձ հայտնի է դարձել այդ անցյալ պայմանագրի մասին, որ դու պապիկս կնքել եք, որ հերո պահեք ինձ քահանա դառնալու մտքից։ Դա իմ կյանքի գործած ամենամեծ սխալն է։ Որդու Սանտիագոյին պաշտպանելու համար ես պատրաստ եմ ամեն ինչի, որովհետև այդ ծերուկը դժոխք է դարձրել իմ որդու կյանքը, իսկ ես արդարություն եմ պահանջում, պարզ է, ես վրեժ եմ պահանջում։ Ես քո կողմից եմ սիրելիս։ Լսիր, Աքվիլես, ես խելագար եմ, գիտես, խելագար, բայց դու մի անհանգստացիր, դու հանգիստ կեր, նստիր ու կեր, վստահիր ինձ, ես ուտել չեմ ուզում, որովհետև ստամոքսս ցավում է այն ամենից, ինչ տոնին արել է իմ որդու Սանտիագոյի ու Տեոբալդոյի հետ, որովհետև Սանտիագոն սուրբ է, նա արժանի չէր, որ իր հետ նման կերպ վարվեին։ Աստծո սիրում,
Դու խաղացել ես մարդկային արարածի կյանքի հետ, իմ կյանքի հետ Վիոլետա։ Դու սիրել ես ինձ։ Ասա ինձ, պատասխանիր, սիրել ես ինձ։ Ինչու ես այդ սերը օգտագործել։ Ինչու ես ինձ հետ այդպես վարվել։ Պատասխանիր, ինչու։ Իհարկե սիրել եմ քեզ։ Եվ հենց դա է պատճառը, որ ես այդ սխալն եմ գործել։ Հանուն քո սիրո կուլ եմ տվել բոլոր ստորացումները։ Ոչ, ոչ։ Այդպես չեն սիրում Վիոլետա։ Այնինչ դու ես արել, ահա որը։ Աստծո սիրուն։ Եթե դու ինձ իսկապես սիրեիր, կթողնեիր, որ ես կահանա դառնամ, բայց դու այդպես չարեցիր, իհարկե չարեցիր։ Դու իմ հանդեպ նույնքան սասեր ես եղել, որքան հայր ես քո հանդեպ։ Աստված իմ, ես բազմիցս քո կողքին եմ եղել, փարատել ու հասկացել եմ քեզ։ Գոնե դա գնահատեիր։ Պատմեիր ինձ այդ բոլոր փաստերը, այն ամենը, ինչ որ դու արել ես։ Որպեսզի մաքրվեիր ու փոխվեիր, որպեսզի սկսեիր նոր կյանքով ապրել։ Դու կործանեցիր իմ կյանքը։ Սանտիագո, հանգստացիր։ Ես իսկապես սիրում եմ քեզ։ Այո, ես էլ քեզ եմ սիրում։ Եվ քեզպես ես էլ եմ փոխվել։ Բայց առանց ստի ու խաբեության Վիոլետա։ Ես զոհաբերեցի այն, ինչ ողջ կյանքում երազում էի։ Ես ուզում էի քահանա դառնալ։ Բայց զոհաբերեցի ոչ թե այդ կեղտոտ պայմանագրի համար, այլ համոզված էի, որ ես եւ դու միմյանց մեծ սիրով կամրապնդենք։ Մենք դեռ ժամանակ ունենք, լսիր ինձ, խնդրում եմ։ Կարծում ես։ Ոչ։ Ես եկել եմ այստեղ, որ դու քայլ առ քայլ բացատրես ինձ ամեն ինչ։ Բացատրես ինձ, թե ինչու այդ պայմանագիրը ստորագրեցիր։ Ինչ զգացողություններ ես ունեցել իմ հանդեպ։ Ուզում եմ, որ ինձ բացատրես ամեն ինչ, Վիոլետա, ամեն ինչ։ Քանի որ Աուրելիոն խփում է, գնաց գեղեցկուհին կմեռնի իմ։ Մենք կարծում ենք, որ վանականը ուզում է հարձակման փորձ կատարել։ Նրա վրա ամենափխրուն ցուլակազմ է համարում։ Ինչու այնպես ես անում, որ հենց ինքը գնա Կուբիլանի մոտ, կուզենա այդ տղայի դեմքը տեսնել։ Ինչ է պատել Աուրելիո։ Հավանաբար դու չես ցանկանում ինձ ասել, թե ով է վանականը։ Ցանկացած սխալ քայլ վանականի դեմ։ Նույնիսկ եթե համարձակվես նրա անունը հրատարակել, դու քո մորը կդեպարտես ազատազրկման։ Դա բանտ կնշվի։ Երցմա։ Դե ինչ Աուրելիո, դու ինձ ասելու ես, թե ով է վանականը։ Դե լավ ձևեր մի թափիր, դու պետք է վստահես ինձ։ Դե լավ, իսկ հետո ինչու չես կարող ասել ճշմարտությունը։ Ինչն է քեզ կանգնում։ Լսիր Կուբիլան ցավում եմ, բայց չեմ կարող ասել քեզ։ Ես քո կարիք ունեմ, բայց դու պետք է վստահես ինձ։ Ես կվստահեմ, եթե դու ինձ ասես, թե ով է վանականը։ Ճշմարտությունն ասա ինձ։ Աուրելիո, եւ կարող ես հույսդ ինձ վերադնել։ Երբ Տեոբալդոն ինձ առաջարկեց այդ գործարքը, ես այնքան վատ վիճակում էի գտնվում։ Ինձ փող էր հարկավոր, որովհետև ծնողներս ոչինչ չէին ցանում ու աճեցնում, իսկ աղջիկս էլ քաղցած էր։ Եթե ես նման վիճակում չլինեի, ես նման բան երբեք չէի անի։ Չնայած այդ ամենը դու դա արեցիր։ Որովհետև փողը միշտ լվանում է մարդու գիտակցությունը, այնպես չէ։ Երանի քո ասածի պես լիներ։ Երանի այդ փողն իմ միջից մաքրեր ու հաներ այն ամենն, ինչ զգացել եմ։ Այդ դեպքում հավանաբար ես այնքան մեծ ցավ չէի զգա։ Միգուցե ես այդքան շատ չտարապեի քեզ հետ ամեն րոպե, ամեն տեղ։ Այդքան էլ հեշտ բան չէ նման մեղքը հոգուտ մեջ կրել, երբ ինչ-որ մեկը քեզ ավելի լավ աշխարհ է առաջարկում։ Իհարկե։ Այդ պատճառով էլ դու այդպես ես խոսում պապիկես մասին, այնպես չէ։ Նա քեզ էլ գործիք դարձրեց։ Վիոլետա, եթե միայն իմանար, թե ընտանիքս ինչի միջով է անցնում, ինչու ինձ ոչինչ չէիր ասում։ Որովհետև փոխարենը ես չէի կարող քեզ առաջարկել այն ամենն, ինչ դու էիր ինձ տվել։ Ես քեզ ոչինչ չեմ կարողացել տալ։ Եվ հենց այդ պատճառով էլ ես չէի ուզում այդ մասին պատմել քեզ, որովհետև դու երջանիկ էիր, երբ չգիտեիր ճշմարտությունը, ինչու ասեի ու ցավ պատճառեի քեզ։ Դու այնպես արեցիր, որ ես ինձ իսկապես մարդ զգացի։ Ես սիրահարվեցի քեզ։ Սիրահարվեցի։ Եթե ինձ իսկապես սիրում էիր, եթե իրոք սիրում էիր ինձ, ինչու ճշմարտությունը չէիր պատմում, չէ որ դու ուներ այդ հնարավորությունը։ Որովհետև վախենում էի կորցնել քեզ։ Հիանալի է։ Ուղղակի հիանալի է Լեոն։ Այս շինությունը շատ բարձր է։ Որպեսզի գնաց գեղեցկուհին վերևից ընկնի ու 1000 կտոր լինի։ Ողջ եմ, բայց անգիտակից, ինչպես որ պետք է։
Ամեն ինչ լավ է։ Ամեն ինչ վերահսկողության տակ է։ Չտեսնված։ Դու դեռ ինչ տեսել։ Բանն այն է, որ մենք պայմանավորվել ենք միասին գնան օրակույտ Ագրիպինայի ռեստորան, բայց չեմ հասկանում։ Ես նրան եմ սպասում, իսկ նա չկա։ Ոչ, ես չեմ տեսել նրան։ Արդեն բավական ժամանակ է, ինչն աչքից չի երևացել։ Ոչ, նա վերևում էլ չէր։ Լավ է, թե հանկարծ տեսնեք, ասեք, որ ես նրան եմ սպասում, լավ։ Առայժմ աղջիկներ։ Տուն զանգիր ու փորձիր թաքուն պարզել, թե որտեղ է Լեոնը։ Լավ։ Ալո։ Անաստասիա, ինչպես ես։ Ինչպես են գործերը։ Ինչ կա չկա բարեկամս։ Լսիր, իսկ գոյտն ինչպես է։ Լսիր, կարող ես հեռախոսը Լեոնին փոխանցել։ Ես նրա հետ խոսելու բան ունեմ։ Սիրով կփոխանցեի Մակո, բայց Լեոնն այստեղ չէ։ Ասաց մարզասրահ է գնում։ Ինչ մարզասրահ։ Պաստորեն որոշել է հետևել արտաքինին, այո։ Հարցրու որ մարզասրահ։ Չեմ ուզում որ Լեոնը որևէ ալիբի ունենա։ Այո, լսիր Անաստասիա։ Դե, արթնացիր գեղեցկուհի, այդքան քնել չի կարելի։ Չեմ հասկանում ինչու Աուրելիոն չի ասում, թե ով է մարդասպանը։ Նա դրա համար պատճառներ ունի։ Նա իր գործը լավ գիտի։ Նա դեռ ապացույցներ չունի, նա չի կարող առանց ապացույցի մեղադրանք ներկայացնել որևէ մեկի դեմ։ Դա կնշանակի, որ նա դեմ է դուրս գալիս վանականին, բայց մենք կարող ենք նրան օգնել, որ նա այդ ապացույցներն ավելի շուտ գտնի։ Կամ էլ գոնե կիմանանք, թե ումից զգուշանանք։ Դու ինձ մտածելու տեղիք տվեցիր։ Աստված իմ իսկ։ Իսկ որտեղ կարող է լինել Յադիրան։ Տարօրինակ է, որ նա այստեղ չէ։ Վիոլետա, խնդրում եմ, ուզում եմ, որ միանգամից ամեն ինչ պատմես ինձ լավ, թող այդ պատմությունները եւ հեքիաթները պատասխան չհանդիսանան։ Ես քեզ ճշմարտությունն եմ ասում։ Չես կարծում, որ մի քիչ ուշացել ես։ Ազնիվ եղիր։ Ասա ինձ։ Պապկես քեզ վճարել է, որ դու ինձ հեռու պահես եկեղեցուց, թե ոչ։ Այո։ Նա նույնիսկ ինձ վախեցնում էր, եթե խախտեմ պայմանագիրը։ Ձեր պայմանագիրը դեռ ուժի մեջ է։ Ուզում եմ ասել, նա քեզ վճարել է ինձ հետ ամուսնանալու համար։ Ոչ։ Նա չէր ուզում, որ մենք ամուսնանայինք։ Մենք ամուսնացանք, որովհետև նա վախենում էր, որ ես քեզ կպատմեմ ճշմարտությունը, հասկանում ես։ Նման ճանապարհով ես թույլտվություն ստացա ամուսնանալ քեզ հետ։ Շանտաժով։ Հետաքրքիր է, չէ՞։ Դու անցագործ խմբի անդամ լինես։ Ասա ինձ, ինչու փախար, երբ ես դուրս եկա ջերմանից։ ¿O es que acaso mantenerme desesperado era cláusula del contrato? Teobalդոն խաբել էր ինձ։ Նա ասաց, որ դու արդեն քահանա ես դարձել։ Ես ինձ շատ վատ էի զգում, նախապեյությամբ ինձ մենաստան տարավ, հենց այնտեղ էլ դու գտար ինձ։ Ես էլ կարծում եմ, որ այնտեղ ես կյանքի ճիշտ ուղղվորա կլինեմ։ Դու այն ժամանակ պետք է ինձ պատմած լիներ ողջ ճշմարտությունը, Վիոլետա։ Իսկ հիմա ես իմ պարտքն եմ համարում քեզ հայտնել, որ ես հրաժարվել եմ ոսկերչական խանութից։ Ես Պարամբորովսկում իմ վերջին խնդրանքն եմ հայտնել։ Ես նրան խնդրել եմ, որ նա հոգ տանի քո եւ մեր փոքրիկի մասին։ Ինչ ես ուզում դրանով ասել։ Սիրո խոսքեր մոլորված քանի անգամ ես սիրելով ընկնում եմ քո յուսած թակարը թսին պատմությունը թորին բաց
պատմես ինձ վախերով ու գույներով ճոխ բարուրված գիտեմ կեղծիկ է ինչ անել ինչպես քեզ բաց թողնել ամբողջ մարմնովս քո կրկոտ համբույրից ես քեզ զուլված եմ ինչքան ես լուր հավատում եմ քեզ այնքան